Ծննդոց գրքի կենսաուսումնասիրություն հաղորդում երկրորդ. Սատանայի ապստամբությունը և ապականությունը։ Սատանայի ապստամբությունը և ապականությունը։ Այժմ մենք գալիս ենք սատանայի ապստամբության և ապականության խնդրին։ Այն, որ մեզ հիմա է պետք ուսումնասիրել, այս թեման հնարավոր է անսպասելի թվա։ Մենք քննարկում ենք Աստծո ստեղծագործությունը և հանկարծ սատանայի ապստամբությանն ենք անդրադառնում։ Ինչ է սա։ Մենք պետք է այս հարցին մոտենանք սթափ մտքով, որպեսզի մեզ համար ամեն ինչ բյուրեղի պես պարզ լինի։ Լավ քրիստոնյաներից շատերը կարծում են, որ Ծննդոց 1:1-ը Ծննդոցի առաջին երկու գլուխների թեման է։ Նրանց սովորեցրել են, որ այս երկու գլուխները պատումներ են Աստծո ստեղծագործության մասին, և որ առաջին խոսքը հենց առաջին գլխի թեման է։ Սակայն եթե առաջին խոսքն է քննարկելու թեման, ինչպես կարող է երկրորդ խոսքը «էլ»-ով սկսվել։ «Էլ» նշանակում է, որ ինչ-որ բան արդեն կատարվում է, այնուհետև էլի ինչ-որ բան է կատարվում։ «Էլ»-ը շաղկապ է, որը երկու բան իրար է միացնում, կատարվում է առաջինը և գալիս է երկրորդը։ Նույնիսկ քերականությունն է ցույց տալիս, որ առաջին խոսքը թեմա չէ, այլ նկարագրման մաս։ Այն առաջին դեպքը նկարագրում է դեպքերի շարքում։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն էլ։ Սա նշանակում է, որ Աստծո ստեղծագործությունից հետո ինչ-որ բան կատարվեց։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն էլ անձև, անպետք ու դատարկ դարձավ։ Concordance Version թարգմանության մեջ Ծննդոցի այս խոսքն այսպես է թարգմանվում. «Սակայն երկիրը քաոսային և դատարկ դարձավ»։ Concordant Version-ում չի ասվում «էլ», այլ ասվում է «սակայն»։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, սակայն երկիրը քաոսային ու դատարկ դարձավ։ Քաոս նշանակում է խառնաշփոթ։ Երկիրը դարձավ քաոսային, անպետք ու դատարկ։ Եթե բնակարաններ եք կառուցում և ոչ ոք դրանցում չի բնակվում, նշանակում է դրանք դատարկ են։ Մենք կարող ենք այս արտահայտությունը մեկնաբանել որպես կամ քաոսային ու դատարկ, կամ անպետք ու դատարկ։ Ինչ-որ բան կատարվեց առաջին և երկրորդ խոսքերի մեջտեղում, որը և պատճառ դարձավ երկրի անպետք ու դատարկ լինելուն։ Սատանայի ծագումը։ Սատանան հրեշտակ էր, ում Աստված ստեղծել էր մինչև երկիրը ստեղծելը։ Հոբի գիրքը 38:4-7 ասում է, որ երբ Աստված դրեց երկրի հիմքի չափերը, Աստծո որդիները, հրեշտակները, բացականչեցին ուրախությունից։ Սա ապացուցում է, որ Աստված հրեշտակներին ստեղծեց մինչև երկիրը ստեղծելը։ Եզեկիելի 28-ից տեսնում ենք, որ Սատանան ոչ միայն հրեշտակներից մեկն էր, այլև բարձրություն հրեշտակապետը, բոլոր հրեշտակների մեծը։ Եզեկիելի 28-ը նկարագրում է Սատանայի դիրքը տիեզերքում մինչև նրա ապստամբությունը և ապականությունը։ Առաջին հայացքից թվում է, թե այս ամբողջ գլխում խոսվում է Տյուրոսի թագավորի մասին, սակայն 13-րդ խոսքում ասվում է. «Դու Աստծո դրախտի՝ Եդեմի մեջ էիր»։ Եթե կարդանք համատեքստը, կտեսնենք, որ սա այն Եդեմը չէ, որտեղ Ադամը դրվեց։ Այս Եդեմը երկրի վրա չէր, այլ երկնքում, Աստծո սուրբ լեռան վրա։ Քո ծածկոցը ամեն տեսակ պատվական քարեր էին։ Նա ծածկված էր պատվական քարերով։ Փեմբերն ասում է, որ սա ցույց է տալիս նրա բնակատեղը։ Նրա բնակատեղը պատվական քարերից էր շինված։ Թմբուկներն ու սրինգները քեզ համար էին պատրաստված այն օրը, երբ դու ստեղծվեցիր, բառացի։ Հին ժամանակներում երաժշտական գործիքները, ինչպիսիք էին թմբուկներն ու սրինգները, թագավորների համար էին։ Դան 3:5-6-18 Սա ցույց է տալիս, որ Սատանան թագավոր էր, բարձրագույն դիրք էր գրավում այդ տիեզերքում։ Սա էր պատճառը, որ նույնիսկ Տեր Հիսուսը նրան այս աշխարհի իշխան կոչեց (Հովհաննես 12:31)։ Առաքյալը նույնպես նրան օդի իշխանության իշխան է կոչում (Եփեսացիս 2:2)։ Ղուկաս 4:5-6-ը նույնպես սա է հաստատում։ Սատանան բարձր լեռան վրա հանելով նրան աշխարհի բոլոր թագավորությունները մեկ ակնթարթում ցույց տվեց և ասաց նրան. «Այս ողջ իշխանությունը և նրանց փառքը քեզ կտամ, քանի որ այն ինձ է հանձնված և ում կամենում եմ, նրան եմ տալիս»։ Արդյոք սա սուտ էր։
Եթե սուտ լիներ, Տեր Հիսուսը անշուշտ կհանդիմաներ սատանային, քանի որ Տերը չհանդիմանեց նրան, սա պետք է որ փաստ լինի, սատանան բանսարկուն, Տիրոջն ասաց, որ աշխարհի բոլոր թագավորությունները և դրանց ամբողջ փառքը իրեն է հանձնվել։ Սատանան նաև ասաց. ում կամենում եմ, նրան եմ տալիս։ Աստված այս ամենը երբ հանձնեց սատանային։ Սա ինչ-որ բան էր կատարված մինչև Ադամը, մինչև Ադամի աշխարհը։ Աստվածաշնչի լրիվ հայտնությունը կարդալով մենք կարող ենք հասկանալ, որ Աստված սատանային նշանակեց այդ տիեզերքի գլուխը և որ Աստված բոլոր ստեղծված բաները երկնքում ու երկրի վրա հանձնեց նրա ձեռքը։ Հետևաբար նա դարձավ այս աշխարհի իշխանը։ Նրա դիրքը և աստիճանն այնքան բարձր էին, որ նույնիսկ Միքայել հրեշտակապետը չհամարձակվեց հայհոյության դատապարտություն բերել նրա վրա։ Հուդա 9 Միքայել հրեշտակապետերից մեկն է Դան 10:13, այն որ նա չհամարձակվեց հանդիմանել սատանային, ապացուցում է, որ սատանայի դիրքը պետք է որ լինի նույնիսկ ավելի բարձր, քան իրենը։ Հետևաբար մենք կարող ենք եզրակացնել, որ սատանան պետք է որ լիներ ամենաբարձր հրեշտակապետը։ Խոսք 14 Դու մի օծյալ ծածկող քերովբե էիր։ Սատանան օծյալ ծածկող քերովբե էր, սա հնարավոր նշանակում է, որ նա ծածկում էր Ելից 25:20 Աստծո տապանակը երկնքում, Հայտնության 11:19 և ես քեզ դրա վրա դրի։ Աստված սա արեց, Աստված օծեց և նշանակեց հրեշտակապետին, որպեսզի ծածկի իր տապանակը։ Եզեկիելն ասում է, որ քերովբեները Աստծո փառքն են կրում 9:3, 10:18 և որ նրանք շատ մոտ են Աստծո գահին 10:1, 1:26։ Սա ցույց է տալիս, որ սատանան մինչև իր ապստամբությունը, երբ մի օծյալ ծածկող քերովբե էր, Աստծուն շատ մոտ էր և Աստծո փառքն էր կրում։ Եզեկիելը նաև ասում է, որ քերովբեները 4 կենդանի արարածներ են, որոնց Աստված հատուկ էր օգտագործում 10:20։ 4 կենդանի արարածները Եզեկիելի գրքում նաև նման են Հայտնության 4 կենդանի արարածներին Եզեկիել 1:10, Հայտնության 4:7, որոնք Աստծուն երկրպագելու մեջ առաջնորդող դեր էին կատարում արարածների միջև։ Սա բացահայտում է, որ այսօրվա սատանան Աստծո հակառակորդը, ի սկզբանե օծյալ քերովբեն, հնարավոր է Աստծո կողմից հատուկ կերպով նշանակվել էր որպես գլուխ Աստծո կենդանի արարածների վրա, կրելով Աստծո փառքը և նրանց առաջնորդելով նրան երկրպագելուն։ Սա հնարավոր է ցույց է տալիս, որ օծյալ հրեշտակապետը նույնպես քահանայություն ուներ, նա պետք է որ քահանայապետ լիներ Աստծուն տիեզերականորեն երկրպագելու մեջ։ Դու Աստծո սուրբ լեռան վրա էիր, սա անշուշտ պետք է երկնքում լինի, դու հրեղեն քարերի մեջ էիր շրջում։ Ելից 24:10, 17-ում Մովսեսը, Ահարոնը և շատ ուրիշներ Աստծո գահի տակ տեսան թանկագին քարեր Աստծո փառքի, որպես մաշող կրակի հետ։ Դրանք պետք է որ հրեղեն քարեր լինեին։ Այստեղից կարող ենք հետևություն անել, որ օծյալ քերովբեին նույնպես հատուկ առավելություններ էին տրված շարժվելու այն ոլորտում, որտեղ Աստծո փառքն էր։ Բացի Եզեկիելի 28-րդ գլխից, Եսայի 14:12-ը նույնպես օգնում է մեզ տեսնելու սատանայի ծագումը։ Այն մեզ ասում է, որ սատանան Արուսյակը, ըստ եբրայերենի Լյուցիֆերը, աշխալույսի որդին էր։ Ինչպես որ լուսաստղն է աստղերի մեջ առաջնորդողը, այնպես էլ սատանան պետք է բոլոր հրեշտակների գլուխը լինի։ Աշխալույսի որդի անվանումը ցույց է տալի, որ նա կանուխ այնտեղ էր տիեզերքի աշխալույսի մեջ։ Հետևաբար սատանան տիեզերքի առաջին օրերից հրեշտակների գլուխն էր, պայծառ, ինչպես լուսաստղը։ Սատանայի ծագումը հրաշալի էր, նա Աստծո օծյալ քերովբեն էր, նա ով ամենից մոտ էր Աստծուն, Աստծո ստեղծագործության մեջ բռնելով բարձրագույն դիրքը։ Նա ոչ միայն թագավորություն ուներ, այլև քահանայություն։ Հենց այդ դիրքը, որ մենք Աստծո փրկագնաց մարդիկս հավիտյան ունենք, Հայտնության 5:9-10, 20:4-6, սակայն Սաղը զրկվեց իր դիրքից և պաշտոնից, երբ ապստամբեց Աստծո դեմ։ Այժմ Աստված ընտրել է մեզ, որ լինենք իր քահանաներն ու թագավորները, վերցնենք սատանայի դիրքը և պաշտոնները, ամոթահար անենք նրան և փառավորենք Աստծուն։